դա այս կամ այն կերպ կապված է 3 sense դրվագի հետ նույն իրադարձության ապրիլ 23 ապրիլ 24-ից ընթരാճ ջայրով երթ ապրիլ 24 Ծիծեռնակաբերդի ու Շամալիրի այցելություններ եւ դրան արձագանքը մեր ողերիմ հարևաններից եւ ապրիլ 25-յան հետ ապրիլ 24-յան իրադարձություններ ես առաջարկում եմ գնանք այսպես ժամանակագրական հերթականությամբ Առաջինը իհարկե ջայրով երթներ, չգիտեմ դուք հասցրել եք այս տարի մասնակցել թե չէ։ Ես այս տարի չեմ կարողացել մասնակցել, բայց եթե չեմ սխալվում նախանցած տարի էր կամ ես որպես ջահակիր եմ մասնակցել, շատ հետաքրքիր կարելի ասել դա ուխտագնացության տիպի մի բան է, եւ ովքեր չեն մասնակցել անպայմանորեն ես կարծում եմ դա հետաքրքիր համէներգետիկա ունի եւ ինչ որտեղ իրոք ուխտ է, բավական ինքը բան է, այսպես ասած էներգիա կլանող է, բայց միևնույն ժամանակ էներգիա հաղորդող է։ Ես չէի կարծում, որ հրապարակից Ծիծեռնակաբերդ քայլելը կարող է այդքան բարդ նաեւ լինել, բայց միևնույն ժամանակ եթե դու քայլում ես այն գիտակցմամբ, որ նաև որոշակի այսպես հարգանքի տուրք ես մատուցում քո նախնիներին, որոնք առանց ջահերի եւ առանց կոնկրետ իմանալու թե ուր են գնում քայլել են, ասենք, չգիտեմ, Մուշից կամ Կարսից կամ Երզնկայից դեպի Սիրիայի անապատներ, ապա այդ քո մի քանի ժամվա, այսպես ասած, քայլելը Երևանով ստացվում է այսպես շատ փոքր բան, բայց այնուամենայնիվ ինչ որ հետաքրքիր հիշողության դրսևորում եւ հիմա ես կարող եմ ասել, որ 111 տարի հետո էլ այդ տրադիցիան, քայլել սիմվոլիկ քայլ է, դա սիմվոլիկ բան է քաղաքամայր Երևանում, բայց Երևանով քայլել, բայց այսպես ասած այդ քայլելը, այո, մտովի դա աղոթական քայլ է, այսինքն այնպես չի, որ դու ուղղակի զբոսնում ես, չգիտեմ, Բաղրամյան պողոտայով բարձրանում ես եւ գնում ես դեպի, չգիտեմ, Համալիրի կողմ, դա իրոք աղոթական իրավիճակ է, դա հիշողություն է, որտեղ դու քայլում ես ընթացքում իհարկե այդ լոզունգները եւ այլն վանկարկումները եւ այլն լինում են, բայց միևնույն ժամանակ դու այո մտովի տեղափոխվում ես 100 եւ ավել տարի առաջ, դու հիշում ես քո նախնիներին, դու հիշում ես քո բնորանը, դու հիշում ես պատմական իրողությունները, դու փորձում ես վերարժևորումներ անել եւ անդադ այդ հարցը այլևս երբեք կրկնվում է, թե ինչու ես սխալվել դու որպես ազգ ինչեր պետք է անես, որ այլևս այդ նույնը չկրկնվի եւ բնականաբար նաեւ այդ անմեղ զոհերի հիշատակի համար, կորուսյալ մշակույթի համար ու նաեւ այստեղ գիտես, երբ որ արդեն հայոց ցեղասպանության զոհերը սրբադասվեցին, մի քիչ դրանից հետո մի քիչ նաեւ մեկ այլ տարել է ավելանում, էլի, այսինքն դու քայլում ես սրբերի համար եւ միշտ սրբերն են քո համար բարեխոս, բայց դու ոնց որ ինչ որ ուխտ ես անում, պարտք ես մատուցում սրբերին, սրբադասված անմեղ զոհերին, մի խոսքով այսպեսի sense շատ հոգեվոր իրավիճակ է եւ նրանք ովքեր դա չեն տեսել, անպայմանորեն չեն զգացել, դա պետք է զգան, դա որևէ կուսակցական եւ քաղաքական միջոցառում չէ, դա իրոք շատ հայկականությամբ լեցուն միջոցառում է, իսկ նրանք ովքեր դա ծաղրում են, դա նրանց հանդեպ ուղղակի խոսքեր դժվար է գտնել։ Ես նայեցի նաև այդ երևի տեսել եք 2 օր է շրջում է այդ տեսանյութը, որ վերևից դրոնով նկարել էին այդ մեծ այդ քայլերթը, որը իսկապես շատ տպավորիչ է, հենց այդ ջահերի լույսը, որը այստեղ նաև հիշեցնում են առաջին քրիստոնյաներին, որ թաքնվելով տարբեր քարանձավներում, քարայրերում եւ այլն լույս էին փոքր վառում ու այդպես քայլում էին, չէ, գնում էին ոնց որ լույսը տանում էին եւ այս իմաստով իսկապես ձեր ասած քրիստոնեական նաեւ ուխտագնացության տարը կա, շատ ցենց սարսռեցնող բան է, բայց ես նաեւ հիշում եմ, որ մենք միշտ ուսանողական տարիքից մասնակցելով ջայրով երթին ասում էինք, որ ջայրով երթին պիտի գնալ ու չվախենալ ոչ անձրևից, ոչ մի բանից, որովհետեւ երբեք ոչ ոք չի հիվանդանում, որ ինչի, որովհետեւ այդ էներգետիկան իսկապես փոխանցվում է քեզ ու ես չեմ հիշում մի դեպք, որ մենք մրսեինք
կոչվեինք եւ այլն, բայց հիվանդանանք դրանից։ Այ Վարժան, այսպեսի մի բան կա, ապրիլի 24-ին ես ինչքան ինձ հիշում եմ, անպայմանորեն ինչ որ անձրևի մի դրվագ լինում է եւ երբ միշտ այսպես ենթադրում ես ինչ որ այլաբանորեն որ դա, չգիտեմ, արդյունքն է երկնքի եւ այլն, միգուցե քեզ այդպես տրամադրում ես, բայց դու շատ ճիշտ նկատեցիր, որ չնայած ցրտին եւ այլն, ես ճանապարհին ընկրկողներ չեմ տեսել, որ ընկրկեն, նահանջեն, չգան, մինչև վերջ չգնան եւ այլն, դա որովհետեւ դրա մեջ հոգեվոր կա, շատ իրոք հոգեվոր լիցք կա։ Հիմա չեմ ուզում զուգահեռներ տանեմ, բայց այդպես կա, չէ, որ ասենք զատիկի ձուն ու լրիվ ուրիշ է եւ այլն, դրա այդ կոնտեքստում նաեւ այդ ապրիլ 23-յան այդ ուխտերթը իրոք տարբերվող բան։ Այո, իրոք տարբեր։ Եվ այսպես գիտես ինչ կա, այն մարդիկ ասում են դե ինչ եք Երևանի կենտրոնում բան քայլում եք, կենտրոնով քայլում եք դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, դա ինչ մի հերոսականություն է, որովհետեւ մեկը չի ասում որ դա հերոսականություն է։ Հիմա որ դու գնում ես եկեղեցի, դա հերոսականություն չի, բայց դու գնում ես քո հոգևոր պարտքը մատուցելու, ինքդ քեզ համար ես գնում, քո մարդ լինելու համար ես գնում, քո քրիստոնյա լինելու համար ես գնում, քո հիշելու համար ես գնում, եւ կարծում եմ սա էլ մոտավորապես այդպիսի մի բան է, այսինքն եւ այդ ժամանքնչած լոզունգները, վանկարկումները եւ այլն, դրանց պետք է այլ հարթության մեջ նայել, հա, ոնց որ պատարակների ժամանակ, կրոնական ծեսերի ժամանակ հնչում են լոզունգներ, չէ՞, Քրիստոսի մեջ մեր հայտնեցավ եւ այլն, այլ հոգեվոր խորհուրդ ունի դա, երբ որ այդ ավետիսը փոխանցում են միմյանց եւ հիմա նույն կերպ էլ սա չի կարելի ուղղակի լոկ, այսպես սովորական դիտարկել, որ քայլեցին, ջահով, վանկարկեցիր, չգիտեմ ինչեր պահանջեցիր եւ այլն, ահա, բայց դու բան ես, ինչ որ կեղծ այն, այդպես չի, իրականում այդպես չի։ Եւ սրան էլ հավելենք եւս մի բան, որ վերջի տանեն ինքը իսկապես վերածվել է բառից բնույթով համազգային յուրահատուկ արարողության ծեսի, այս իմաստով, որովհետև նախ այլևս միայն հայեղափոխական դաշնակցությունը չէ, որ կազմակերպում է ոչ միայն իհարկե իրենք են գաղափարի հեղինակ, իրենք են այդ բանը տալիս, բայց այս իմաստով իրենք արտահայտում են ամբողջ հայությամբ հաստատի այսպես խոնարհումը, եւ միևնույն ժամանակ այն արդեն վաղուց կատարվում է հայկական բոլոր գրեթե համայնքներում, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում, մինչեւ 2023 թվականը Արցախում բոլոր մեծ ու փոքր քաղաքներում կար, եւ այդ ջայրով երթը, որովհետեւ դա կապ չունի այդ քաղաքում բնակավայրում մեկ այսպես դաշնակցական ապրում էր, թե չէր ապրում, ընդհանրապես էական չէ, որովհետև այդ միջոցառումը վաղուց վերածվել է իսկապես այսպես ազգային յուրահատուկ ուխտերթի, ու դուք ասիք, որ այնտեղ ոչ մի գործողություն չպետք է հասարակ ընկալել, չպետք է ընկալել ոնց որ կոնտեքստից դուրս, հիմա անդրադառնանք ջայրով երթի, բացի նրանից, որ այն բազմահազարանոց էր, այս տարի երևի ամենամեծերից մեկն է երբևէ եղած, գուցե մեկ էլ 100-ամյակին էր այս չափ շատ, ես այդպեսի գրառումներ հանդիպեցի, անդրադառնանք ջայրով երթի գլխավոր այսպես ռեզոնանս առաջացնող, այսինքն հանրային արձագանք առաջացնող դրվագին խոսքը ջայրով երթի ամենամեկնարկին, ամենասկզբում ավանդական մեկ այսպես ծիսակատարության մասին է Թուրքիայի Հանրապետության, առաջ նաև Ադրբեջանի Հանրապետության, դա այս տարի ոնց որ Ադրբեջանը չկար, Թուրքիայի Հանրապետության դրոշի խորհրդանշական այրումը։ Մենք այս թեմայի մասին խոսում ենք շատ վաղուց, դեռ մինչև այս աղետալի վիճակների ստեղծումը, այդ ժամանակ էլ հիշեք կային ինչ որ այդպես ձայներ, այն ժամանակ շատ մարգինալ, շատ լուսանցքային ձայներ էին, որոնք ասում էին հիմա այո, իշխող մարգինալներ են, այդ ձայները ասում էին, «Էս ինչ բան ասա, բարբարոսություն է, էս է, այն է»։ Հիմա այ եթե դուք փորձեք պատասխանել այդ հարցին, ո՞րն է դրա սիմվոլիկ նշանակությունը, պետք է դա անել, թե չպետք է անել։ Նայեք, ես այս հարցի մասին մտածել եմ եւ այստեղ մի քանի կարող եմ մոտ 3 դրվագով հարցին անդրադառնալ։ Տես, առաջին խնդիրը որն է, որ մարդիկ հատկապես այս տարի մարդիկ ասելով նաև պաշտոն զբաղեցնող անձինք, վարչապետի պաշտոն զբաղեցնող անձ, այլ պաշտոնյաներ անմիջապես սկսեցին ասել, որ դա բան պրագմատիկ քաղաքականության տեսանկյունից շատ վատ բան է, ինչպես կարելի է այրել հարևան երկրի դրոշը եւ այլն, հա։ Ես ուղիղ մեջբերեմ դա, ակնհայտորեն սադրիչ եւ լարվածություն հրահրող վարքագիծ է եւ ուրեմն այն գնահատում է որպես ուրեմն խաղաղությունը
այն գնահատելով որպես անպատասխանատու եւ անթույլատրելի միջազգային ճանաչված պետության հատկապես հարևան երկրի դրոշի այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ գնահատականի արժանալ, սա ասել է դե ֆակտո վարչապետի մամուլի խոսնակը, այն ակնհայտորեն սադրիչ եւ լարվածություն հրահրող վարքագիծ։ Հիմա եկեք նայենք հարցի մեկ դրվագին, նայեք։ Առաջինը այն պետության հանդեպ է դա արվում, օրինակ Թուրքիայի կամ Ադրբեջանի, որից մենք ստացել ենք եւ ստանում ենք շատ ավելի բացասական արձագանքներ եւ գործողություններ։ Մասնավորապես այդ հայտարարությունը անողները պետք է հիշեն, որ ընդամենը օրեր առաջ մենք իմացանք, որ Ստեփանակերտում ոչ թե դրոշ են այրել, այլ եկեղեցի են պայթեցրել։ Մայրտաճ Ստեփանակերտի։ Այս Ստեփանակերտի Որը բացմանը մենք միացնենք եղել։ Ստեփանակերտի Մարիամ Աստվածածնի եկեղեցին, ես հիշում եմ նաև այն հետարքիր կադր, հիշում ես, որ կաթողիկոսը, զինվորականները եւ այլն եւ այլն։ Հիմա այստեղ դրոշ են այրել, այնտեղ եկեղեցի են պայթեցրել։ Հսկա։ Այո։ Իշխանությունները, որը այսպես ասած այսահարվում են դրոշի այրումից, չեն այսահարվում եկեղեցու պայթեցումից։ Հետևաբար այդ իշխանությունները ոչ միայն երկակի ստանդարտներ ունեն, այլ ուղղակի չեն կարող խոսել եւ իրենց քննադատությունները միայն միակողմանի են ուղղված ներքին լսարան։ Երկրորդ հանգամանքը Արցախի օկուպացիայից հետո Արցախի եւ Հայաստանի դրոշը դրվում էր այն շենքերի մուտքի մոտ, ուր պիտի մտներ Իլհամ Ալիևը եւ նա որպես այդ դռան մոտ այսպես ինչա կոչվում դա, ոտքի մաքրելու շոր, տարօրում անցնում էր Հայաստանի ու Արցախի դրոշները։ Նմանատիպ տարբեր ակցիաներ, չգիտեմ, Հայաստանի դրոշը կապում են մեքենաների վրա, քաշ են տալիս եւ այլն եւ այլն։ Հայաստանի ու Արցախի դրոշը փաթաթում էին մարդկանց վրա եւ 44 օրյա պատերազմի ժամանակ գնդակարում էին օրինակ Հադրութի այդ հայտնի դեպքը, որը ֆիքսված է կենտրոնում, այո։ Ֆիքսված է, չֆիքսված ինչքան կա։ Նույնը Թուրքիայում եւ այլն եւ այլն։ Հետեւաբար, երբ որ այսպիսի բաներ են ասում, պետք է գոնե այդ իրենց գործընկեր երկրներից համարժեքը իրենք ստանան, իրենք պահանջեն, իրենց հայտարարությունների դիմաց։ Դա միգուցե կլիներ իրենց պաշտոնին հարիր ինչ որ քայլ։ Բայց երբ որ իրենք ուղակի քննադատում են իրենց իսկ քաղաքացիներին, իսկ Ադրբեջանին, Թուրքիային վախենում են բառից բուն իմաստով։ Բառացի մեջ բերեմ, այս թեմաների նկատմամբ առավելևս հիմա պետք է լիներ շրջահայաց։ Շատ շրջահայաց։ Ինչպես նոր կտականն է ասում, դատվելու ենք այն նույն դատով, ինչ դատով որ դատելու եք, եւ չափվելու եք այն նույն չափով, ինչ չափով որ չափելու եք։ Մենք կնայենք, կվերլուծենք։ Չեմ կարծում, թե մեր նախորդ փորձը հաշվի առնելով դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով։ Սա մի իրավիճակ է, որ մենք պետք է ամբողջությամբ հասկանանք, լրագրողների այդ դեպքում ասել է դե ֆակտո վարչապետը։ Իսկ ստացվում է, որ բացահայտ դեպքը, որ արձանագրված է լուսանկարներով, տեսանյութերով եւ այլն, կհասկանանք դեռ, բայց օրինակի համար, այսինքն պետք է լիարժեք հասկանան նոր արձագանք են, բայց օրինակ ասենք վեհապար Հայրապետի դեմ շինծ ու կեղծ ինչ որ կիսա բաներով sense կոնտեքստից կտրված դրվագները կարելի է միանգամից ասել ու իհարկե բան անել, էլի։ Այդ հարցին ես հուսով եմ մենք ժամանակ կգտնենք կանդրադառնանք, թե հիմա Հայաստանում ինչքան են տարածված թուրքական խոսույթները եւ ինչքան են ապահովագրված ու պաշտպանված թուրքական խոսույթ տարածող մարդիկ, ինչ որ բլոգերներ, չգիտեմ ինչեր, Հայաստանից եւ դրսում, այդ թվում Թուրքիայում գտնվող պաշտպանված, եւ քարոզողներ, որոնք ուղակի արդարացնում են Ստեփանակերտի եկեղեցու պայթեցումը, քննադատում են հայերին նախորդ փուլում, հիմա քննադատում են անմոռուկը, ամեն ինչ, հասկանում եք, եւ նրանք, ովքեր իբրև դրսևորվում են, իբրև թե անկողմնակալ բլոգերներ, քարոզիչներ, հիմա լիովին իրենց դեմքը պատռեցին, հասկանալ, եւ ես ուղղակի որոշ մարդկանց պահվածքի պարագայում տեսնում եմ ոչ միայն սովորական այսպես խոսույթի տարածում, այլ մի քիչ այլ բաներ, որը ենթադրում եմ, եթե իրավունքություններ փոխվեն, իշխանություն փոխվի եւ այլն, այս հարցերը պետք է շատ ավելի լուրջ քննարկման
առիթ Իրավապահ այո, մարմինների կողմից։ չանդրադառնանք, բայց այնուամենայնիվ, որովհետև դրանք ուղղակի սարսափեցնող դրվագներ են, թե ինչպես կարող է այդպիսի այսպես խոսույթ տարածվել հայախոս լսարանում, հա, եւ հիմնական թիրախը թուրքերի եւ այդ շրջանակների վեհապարն է, եկեղեցին է, սրբազաններն են, ազգային արժեքներն են, հիշողությունն է եւ այլն, եւ ինչքան դա այդքան հնարավոր է պատահականություններ լինեն եւ այլն եւ այլն։ Դա դնենք մի կողմ, որովհետեւ հիմա անիմաստ է այս մասին խոսել, բայց նայի, այսպիսի մի հանգամանք էլի կա, նաեւ այդ պրագմատիզմից եւ այլնից խոսող իշխանությունները, օրինակ, ենթադրում եմ գիտեն կամ չգիտեն, որ Անիի մայր տաճարը, Անիի մայրաքաղաքի մայր տաճարը օֆիցիալ որպես մզկիթ է ներկայացված։ Վաղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին անգամ, որի վրա խաչ կա, որպես եկեղեցի ներկայացված չէ։ Հազարավոր, հարյուրավոր եկեղեցիներ վերածված են մզկիթի, ավիրված են, պղծված են եւ այլն, եւ այս կոնտեքստում իրենց այս միանգամից դեռ երևի դրոշը չայրած իրենք խոսեցին։ Եվ երկրորդ հանգամանքը այս ատուկ ուզում եմ շեշտել, տեսեք, նաեւ մեր հանրությունը վստահաբար գիտի այդ մասին, տարբեր երկրներում, տարբեր իրավիճակներում տեղի ունենում քաղաքական ակցիաներ, որի ժամանակ որոշ այսպես տրամադրություններ արտացոլող քայլեր են անում։ Օրինակ, հակագլոբալիստները այրում են Թրամփի խրտվիլակ, հա, Թրամփին սարքում են խրտվիլակ, Թրամփի դեմքով այրում են։ Հիմա դա ակցիա է։ Ժողովրդավարական երկրներ։ Ժողովրդավարական, չգիտեմ, կարող են, այլ մարդու խրտվիլակ սարքել, այրել, տարբեր սիմվոլիկ ինչ որ քայլեր։ Հիմա Թրամփը ԱՄՆ ընտրված նախագահն է։ Նրա պատկերը այրելը նույնիսկ Միացյալ Նահանգներում եմ ջելոց, այսինքն սա քաղաքական ակցիա է եւ հետեւաբար մենք կարող ենք նաեւ ընկալել, որ այս ակցիան ինչու են այրում Թուրքիայի դրոշը, դնենք մի կողմ հարցի, այսպես պոլիտկոռեկտ վիճակը, որովհետեւ այդ երկիրը շարունակում է շղթել այն ինչ որ տեղի է ունեցել, հա։ Այսինքն քաղաքական ակցիա է։ Լավ է, վատ է եւ այլն, բայց նաեւ այդ ժանրում է տեղավորվում։ Պետք է հասկանանք, որ այդպիսի ժանր կա։ Եվ քննադատում են Թուրքիայի դրոշ այրելը իշխանություններ, որոնք 2018 թվականին կենթանի ողջ մարդկանց անունով ծաղկեպսակներ, գագաղներ ու նկարներ էին դնում։ Շարմազանովի, Ֆարմանյանի, Աշոտյանի եւ այլն եւ այլն։ Այսինքն կենթանի մարդկանց, երիտասարդ մարդկանց, հայ մարդկանց թաղում կազմակերպողները քննադատում այսահարվում են Թուրքիայի դրոշ այրելուց։ Այսինքն իրենց արժեքները այսպես երկակի չեն, բազմակի են, չգիտեմ ինչակի են եւ այլն։ Այս իմաստով միանգամից արձագանքել էր էլի չեմ ուզում անունները տամ, դե ֆակտո իշխանության այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, որ սա դրանք ճղճի մանութրելի սադրանքներ են խաղաղության եւ ապագայի դեմ եւ այլն, բայց իհարկե այդ մարդը եւս ոչ մի արձագանք չի տվել այսքան ժամանակ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների խոշտանգումներին, հայերի գլխատումներին, եկեղեցիների պայթեցմանը, խեղաթյուրմանը եւ այլն։ Այսինքն ոչ մի արձագանք։ Հասկացա, բայց եթե դա իրենք ասում են խաղաղության ճղճիմ սադրանքներ։ Լավ, եկեղեցին Ստեփանակերտում դատարկ, քանի որ այլևս այնտեղ հայ քրիստոնյաներ չկան, որ գնան։ Ձեր ինչին էր խանգարում, որ պայթեցրեցիք։ Աստծո տուն է, չէ։ Եթե Աստծո տունը պայթեցնելը ճղճիմ սադրանք չի, այդքան դուխ ունեք, դա էլ քննադատեք։ Այո։ Ընդ որում անմիջապես։ Անմիջապես, եթե այդքան դուխ ունեք, եթե դուխ չունեք, ուրեմն այդ դուխով գլխարկները խորը պահեք ձեր զգեստապահարաններում, որ հանկարծ դուք էլ հանկարծ չհանդիպեք այդ գլխարկների։